6 ամսվա մեջ ամբողջ տունը մատ առելի տուն։ Հրիվ տարակապ, երեխեքը թող են գնացին։ Գեղամ Բուդաղյանը Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ է։ Նա ցույց է տալիս իր հորեղբոր բնակարանը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է դրանից։ Այս տունը փլուզվել է 1990-ական թվականներին։ Գեղամի տունը եւս փլուզման վտանգի տակ է, իսկ ավտոտնակը եւ անասնակոմը հավասարվել են հողին։ Պետությունը փոխհատուցում տվել է մեզ, վերջինը մենք ենք ստացել, պետք է քանդվի երկրորդ հարկը։ Ես ամարտեն կամաց քանդում եմ 2-3 բալ ու ոչի ավերված վիճակում։ Բնակչության մի մասին 96 կամ 98 թվականից չեմ կարող ճիշտ թիվը ասեմ, մինչև օրս տվել են մի 100-140 ընտանիքի 140 տուն տվել են փոխհատուցում, ոմանք բնակարան են գնել, ոմանք դուրս են եկել գյուղից, որոշ մասն էլ օգտագործում են իրենց հողերը որպես գյուղատնտեսական նշանակության արգի վարելահող։ Ողջաբերդ գյուղը տարիներ շարունակ գտնվում է սողանքի վտանգի տակ։ Բազմաթիվ տներ արդեն փլվել են եւ շատ ընտանիքներ ստիպված են եղել տեղափոխվել այլ բնակավայրեր։ Սողանքները պայմանավորված են մի քանի գործոններով, ստորգետնյա ջրերի բարձր մակարդակով։ Այսօր Ողջաբերդ համայնքում մնացել է մոտ 100 տուն, որոնց բնակիչները շարունակում են ապրել անորոշության եւ սպասման մեջ։ Ընդհանրապես մի քանի տուն է մնացել, մի քիչ այն էլ բարևոք չի կարելի ասել, երրորդ կարգ երկրորդ կարգ են մասնագետները արտակարգ իրավիճակների նախարարությունից եկել են տվել են, բայց բնության օրենքներն են սա, այդ երկրորդ կարգը կարող է 4-րդ կարգի շուտ փլուզվի, դա ոչ մեկ չի կարող ասի։ Ժամանակ առ ժամանակ տրվել են ֆինանսական փոխհատուցումներ, սակայն ոչ բոլորն են ստացել այդ աջակցությունը։ Բոլորի խնդիրները նույնն են, սակայն պատմությունները տարբեր։ Ոմանք արդեն ստացել են ֆինանսական փոխհատուցումները, ոմանք էլ դեռ սպասում են։ Բնակիչները դեռ հույսով են, որ կստանան իրենց հասանելիք փոխհատուցումները։ Մի մոմենտ եկան ըստ շնչի գնահատեցին, ըստ շնչի, ասենք մարդ կա 6 շունչ, բայց տունը չունի, ընդհանրապես այդ իր տունը մի փոքր տուն է, իրան ավելի շատ տվեցին, քան թե ասենք որ մարդ ասենք 4 շունչ, երկու հարկանի տուն ունի, քիչ կառույցներ բան ունի, դրան են ձևի տվեցին, որ այդ գումարով դու ընդհանրապես ջրվեզու մասիվում չես կարա 2 սենյականոց կվարտիր առնել։ Արիջան Շահբազյանի խոսքով փոխհատուցման գումարը բավարար չէ։ Մարդիկ ստացած գումարով չեն կարող համապատասխան բնակարան գնել։ Ըստ նրա, մասնագետները օբյեկտիվ գնահատական չեն տվել եւ հաշվել են մարդաքանակով։ 20,000, 15,000, 8,000, նայած ոնց ստացվել է, էլի։ Ըստ իրանց կարամ ասեմ, ըստ իրանց քմաճու։ Կազմում էր մոտ $8,500, որ ասենք ոչ մի բան չէի կարող անել, թեկուզ ջրվեժում, որ մեզ կպածա մի սենյականոցի ժամանակ արժեր $13,000-15,000։ Ողջաբերդի բնակիչների խոսքով իրենց մյուս կարևոր խնդիրը գազաֆիկացման բացակայությունն է։ Համայնքապետարանի պաշտոնյաները իրենց հերթին արձագանքում են։ Գազատարի տեղադրում այս բնակավայրում տեխնիկապես ռիսկային է, քանի որ հողի շարժումը կարող է հանգեցնել վթարների, իսկ գյուղացիների կարծիքով խնդիրը կարող էր լուծվել, եթե ունենային կամք եւ հստակ ծրագիր։ 70-ական թվականներին, որ սկսավ շարժումը, մենք գազը անջատեցին, Սյոել մեզի գազ չտվեցին, հիմա էլ ասում են պետքա գյուղին գազ չեն տալիս։ Մենք նույնիսկ մի երկու անգամ խնդրել ենք համապատասխան մարմիններին, որ օդով, ասենք մայլա օդով քաշենք, ասենք այդ գազը յոլա եթանք, պատճառաբաներ են, որ աղետյալ գոտի է։ Կարեն Գաբրելյանի խոսքով, չնայած նրան, որ գյուղը սողանքների վտանգի տակ է, սուբվենցիոն ծրագրով որոշ աշխատանքներ տարվում են, լուսավորել են փողոցներ, ջրագիծ են կառուցել։ 2 փողոց լուսավորություն են կարել սուբվենցիոն ծրագրով, նոր ջրագիծ են կառուցել խմելու ջրի սուբվենցիոն ծրագրով, ունենք հոսահարթեցումներ ունենք։ Ողջաբերդը շարունակում է մնալ սողանքային գոտում եւ խնդրի վերջնական լուծումը կախված է միաժամանակ մի քանի հանգամանքներից՝ պետական ֆինանսավորումից, ինժեներական ուսումնասիրություններից եւ համայնքի ներգրավվածությունից։ Գյուղի այն բնակիչները, որոնք դեռ չեն ստացել իրենց փոխհատուցումները, սպասում են գործընթացի ավարտին, որպեսզի կարողանան ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունն ու արժանապատիվ կենցաղավարությունը։ Մեր խնդրանքն է կառավարությունից, որ մատներ արանքով չնայի այս հարցին։ Տիրուն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Կոտայքի մարզ, գյուղ Ողջաբերդ։